Nvidia-ի մասին խոսենք, $500 միլիոն արժողությամբ մեգա նախագծի մասին։ Ձեր գնահատականը, ծրագրի կարևորությունը։ Առելի։ Այնտեղ ինձ անհանգստացնող մենակ այդ 100 մեգավատն է, որտեղ դա մեծ հաշվով ու քիչ է էլի։ Իրականում նորմալ բանի համար քիչ է։ Ես կցանկանայի, որ այդտեղ լիներ շատ ավելի մեծ, այսինքն ինքը գոնե այդ մասն էլ մոդուլային լիներ։ Ու ինչի համար եմ ես այս գործող իշխանություններին մեղադրում, որ իրանք սխալ են հաշվարկանում։ Իրանք օրինակ նույն ամերիկացիներին այդ մոդուլային ռեակտորները էլի ուզում են բերեն հասցնեն առավելագույնը 400 մեգավատի։ Ասելով, որ դե այդքան է, մեզ այդքան է, բայց այդքան չի։ Մեզ շատ ավելի շատ է պետք։ Մեզ պետք է 5-6 գիգավատ գեներացիա, ընդ որում բաներով մենց վստահելի այդքան մենք ունենանք, որտեղ դա է ապագան, այդ արհեստական բանականության գործարանը որ կա, ինքը ֆանտաստիկ հնարավորություն է իրականում ստեղծում, մեծ հաշվով այդ ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, որը որ պետք է Եվրոպայից դեպի Հնդկաստան աշխատի, այդ մոտավորապես էս դրա մի մասն է։ Այս տիպի ծառայություններով նաև կարա աշխատի կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը, որը չի պահանջում անմիջականորեն հողով կոնտակտ, որովհետև դե հասկանում ենք, որ Ադրբեջանը մինչև ժողովրդավարական չդառնա, իսկ ինքը սենց տեմպերով չի դառնա։ Ինքը բանը անկախ է, կոպիտ ասած ղազախական, qırğızական կամ թուրքմենական ընկերություններ, նույնիսկ պետական ապարատը, որին դա պետք լինի, իրանք կարող են Հայաստանում օգտվել, որովհետև օրինակ չգիտեմ, եվրոպական բաները սահմանափակում ունեն, ասեն որ օրինակ Թուրքմենստանը ժողովրդավարական երկիր չի, դրա համար իրեն արհեստական բանականություն չի ասում, կարան ասեն, այդ նորմալ է։ Իսկ մենք տենց սահմանափակումներ կոպիտ ասած չունենք, որովհետև մենք Թուրքմենիան 5 մատներից պետք գիտենք հասկանում ենք, որ իրանք չեն կարող լինի ժողովրդավարական։ Իրանք ադրբեջանցի չեն։ Իրանք հայտնի են։ 12 տարից թուրքմեն կա։ Ունդեղ են ապրում։ Իրանք վնաս չեն տվել։ Իրանք միշտ ընդեղ են ապրում։ Ու իրանք բոլոր հնարավոր բաների ժամանակ հայերը որ հայտնվել են, իրանք հայերին ընդունել են, այսինքն այդ միջ էթնիկ հարաբերությունները միշտ լավն են եղել։ Ու չենք կարող թաքցնել այն փաստը, որ դու չես կարող պահանջել թուրքմենից, որ ինքը լինի ժողովրդավար։ Չի նախատեսում, իր աշխարհընկալման մեջ, իր մոդելի մեջ աշխարհի չկա։ Ժողովրդավարությունը ինքը այլ կերպ է հասկանում, ժողովրդավարությունը ինքը հասկանում է բարդակ։ Իրան տենց դժվար է, ինքը մի 7, 8, 9 սերունդ պետք է ապրի դրա մեջ, որ ասի օքեյ, լավ ժողովրդավարություն։ Ես ես ուրիշ բան ասեմ, Թուրքիայում մինչև 80-ականների կես, նույնիսկ 90-ականների կես, սխալվում կներեք, 90-ականների վերջ, 98-ի, 99-ի արցումներով, բնակչության 30 քանի տոկոսը համարում էր, որ Թուրքիան կառավարում է սուլտանը։ Այդ են բանն է, էլի գյուղական բնակչությունը, որը ոչ բանց կուրսը չի։ Հիմա թուրքմեններից ոնց պահանջը ժողովրդավարություն, ինչի մար։ Իրենք տեսնում ենք անշուշտ, բայց մենք տեսնում ենք բանի փոփոխություն։ Ինչ։ Մենք տեսնում ենք փոփոխություն ընդհանուր, թե հարաբերությունները ավելի շատ են փափուկ ուժին իրանց տալի, հա։ Մենք տեսնում ենք, որ օրինակ բարձր տեխնոլոգիաների նախարարությունում ինչ որ մարդիկ, չգիտեմ ինչի իման վրա, ռազմաարդյունաբերության ոլորտի ընկերություններին կոչ են անում Սբերբանկ ներդրումներ անել, չնայած դա արգելված է, որն է երկրորդական պատժամիջոցների տակ կարող հագնվեն, հայտնվեն։ Բացի դրանից դա նաև առաջացնում է վտանգ, դա արդեն իմ կողմից եմ ասում, Ռուսաստանի հետ փոխկապակցված ցանկացած ընկերություն վտանգված է։ Իրանք վաճառեն Ադրբեջանին։ Իրանք կաշառեն, իրանք ստիպեն, որ ինքը երկիրը դավաճանի։ Իր ձեռքից կտանեն իր գյուտերը, քանի որ ռազմաարդյունաբերության ոլորտը։ Իրան շանտաժի կենթարկեն։ Կամ իրանք կստիպեն, որ ինքը առնի արգելված սարքավորումներ եւ այդ սարքավորումները ուղարկի Ռուսաստան։
մխոյի ինքը նույն Մխիթար Հայրապետյան նախարարությունը այդ գործարքի է գնացել Սբերբանկի հետ զգացվում է Կիրիենկոն չգիտեմ բայց Կիրիենկոնն է զգացվում թե FSB-ն չգիտեմ իմ կարծիքով հələ որ FSB-ն է այդ Կիրիենկոն չէ բա Կիրիենկոն գիտեք որն է բանն է որ բալետ են պարում թե բալետ պետք է պարեն չգիտեմ պարել են արդեն հա այդ բալետը Մոսկվայի տունն է ժամանակ առ ժամանակ ինչ որ հիմար բաներ առաջարկում եւ վտանգավորը որն է մեր գիտության եւ կրթության նախարարությունը ինչ որ հասարակական կազմակերպության որի հիմնադիրը ուրիշ պետություն է ծրագրերը տարածում է դպրոցներով ինչ որ մի բան են արել ինչ որ մի տենց շարադրություն է կոնկուրս է ինչ մրցույթ է դրա համար ես մեր կազմակերպության անունից պաշտոնապես ցեզ ասում եմ գիտության կրթության նախարարությանը եկեք ուրեմն ես մրցույթ եմ հայտարարում որպեսզի բոլոր դպրոցներով խնդրում եք տեղեկացնել որ երեխաները 3-ից մինչև 12-րդ դասարան պետք է գրեն շարադրություն Ռուսաստանի դավաճանությունը եւ հայ ազգի ոչնչացման մեջ գործոնը 1829-2025 թվական Թող սա դպրոցներում պարտադիր կերպով դա գրվի, որովհետև եթե դուք какой-то ռուսկի դոմի ռուսին մեծարման բաներ եք տարածում կամ բարի եղեք գրեք դիմում, որ դուք Ռուսաստանի գործակալ եք, մենք իմանանք լուստրացիա եղեք, ինքնահայտարարագրվեք որպես օտար երկրի գործակալ, որ մենք իմանանք եղբայր այս նախարարություն, այս մարդիկ ուրիշ երկրի գործակալներ են, նա չենք գնդակարի, բայց կիմանանք որ պետք լինի իմ երկիրը ներկայացնել արտասահմանում, ձեզ չեմ ուղարկի, ձեզ կուղարկեմ Սիկտիվկար, դուք կգնաք Չիտայում և Մագադանում կմասնակցեք կոնկուրսների ու Եվրոպական միության բոլոր երկրներին կտեղեկացնենք, որ ձեզ Շենգեն վիզայից զրկեն, որպեսզի այդ նախարարությունից ոչ մեկ տասնյակ տարիներ, ոչ մի նորմալ երկիր, ոչ մի նորմալ քաղաք չգնա Տենց եք անում, ուրեմն կգնաք բացառապես Սիկտիվկար հանգստանալու, ամբողջ կազմով և բոլոր այն դպրոցի դասատուները, ովքեր այդ կոնկուրսը կանցկացնեն, իրանք պետք է զրկվեն պետական պարգևներից, ուզում են թող ստանան Ռուսաստանից և ոչ մի կոպեկ Հայաստանի բյուջեից պետք չստանան։ Հայաստանը միշտ նախընտրակալ է, որովհետև 3 ամիսի մեկ մեկը դուրս է գալի պահանջում է Նիկոլի Հրաժարականը անմիջապես impeachment ընդ որում անտերի չի որտև դենց է որ Նիկոլն էլ է 3 ամիսի մեկ դες բան խոսում որ մտածում եղբայրս մարդը ինչ անում քաղաքը բայց ինքը իր impeachment-ը թե ինչ որ մեկ ուրիշի impeachment-ի մասին է խոսում հիմա ինքը խոսում ուրիշի impeachment-ի մասին հիմա բոլորը այսօր իմացանք որ այս շոշոպիտակ Հովիկ Աբրահամյանն են ձերբակալել այո Ես ուզում եմ հասկանամ չի հիմա ասենք մեկը այն ինչի համար ձերբակալն եղել է 18 թվականից առաջ ուզում հասկանամ չի հիմա դուք գիտեք ինչ անում տեսեք այդ բոլոր մարդիկ ում ինք ձերբակալել է Հովիկ Աբրահամյանը չգիտեմ բան են Վանեցյանի ախրանիկները Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ որ կողքի կանգնած մարդիկ չգիտեմ դրանք բաց են թողվել թե չէ որտեղ են ինչ որ տեսա մարդկանց էլի որ կողակը կոռուպցիոնով գնում են ակնհայտ է որ այդ դատական գործերը ինքան հնչեղ են եւ իրանք նենց չի որ փող չունեն իրանք վարձելու են դատապաշտպանները ձգելու են այսինքն այս ամբողջ գործընթացը հաստատ Ալեն Սիմոնյանի հունիսի 7-26 թվականի Սենց ուղղակի չեն նկատելու, որովհետև ես գնալու է ու գնալու Այսինքն, ես որ ասում եմ ինչի հիմա, ես եմ ուզում հասկանամ Ինչի դենց չես արել, որ 26 թվականի, ասենք, մայիսի 28-ին նվեր անես երկրին, ասես ես բոլորը 25 տարով նստեցին, իրանց մարտա 4 միլիարդը կտանք Դա պրոբլեմը որն է, պոնտա Չի հասցնելու դատի Մենք, մարդիկ Մենք դա հասկանում ենք ինչի մասն է խոսքը, բայց մարդիկ ում ինքը հիմա թոզա փչում աչքերին, այսինքն փոշի է գցում, քողարկում է իրականությունը, ինքը ստեղծում է նախընտրական իմիջ։
Ինքը այդ 26 թվականի, հիմա որ ինչ նայում եք 26 թվականի գարնանն է, եվրոպական առաջնորդների այց, այս մարդկանց դատական գործեր, չգիտեմ, սպորտային միջոցառումներ, էսեն, ֆլան, բեֆան, ինչ ասես տարեմցրել է այնտեղ։ Ուղղակի որպեսի հունիսի 7-ին ինքը կանգնի ու ասի կարևոր է։ Ինքը մինչև այդ հունիսի 7-ը, ինչն է այնտեղ ինքը գցում։ Ինքը գցում է այդ շորշոփը, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը արդար է եւ որ ինքը եվրոպամետ է, բայց ինքը դա չի ասելու։ Ինքը մինչև հունիսի 7-ը ներառյալ ասելու է, որ ինքը Ռուսաստանը իր լավագույն բարեկամն է։ Այսինքն ինքը էլի ուզում է շպագատի մեջ մնա։ Կարա։ Հանգիստ կարա։ Արդյոք դա Հայաստանի համար լավ է։ Իհարկե ոչ։ Պետական բան է, ապարատ է, ինքը կարա էլի ունենց անի, որ մնա կամ ասենք կոալիցիա կազմի, որ մարդկանց հետ էլի մնա։ Բայց մեր խնդիրը որն է, մեր խնդիրը որ երկրի համար լավ լինի, ոչ թե Նիկոլի։ Զորում մենք ինձ անենք որ չմնա։ Արդեն հետհաշվար կա գնացել։ 365-ից մինուս 4 օր, 5 օր է եղել արդեն։ Ինչ եք ուզում, 360 մնաց։ Կա ինչ-որ զանգված, որոնք իմաստ չունեն հիշատակվելու։ Իրանք բոլորն են, որը մինչև այսօր կային։ Ընդորում բաներով տենց շուտ։ Այդ ձեր ասած մինչև 20 թվականը, հա, կարծեմ 22 թվական։ 22, հա, մինչև Ռուսաստանի փետրվարի 24։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք կուսակցություններ քաղաքական գործիչներ, ովքեր չեն կարողանում արտաբերեն կոզլեզուները կոտրվում է, թե ումնա գրիմը, այդ շատ կարևոր է։ Նաշվաշը։ Հա, այդ նաշվաշներն էլ հետը, բայց էլի մարդիկ կան, որ իրանց արևմտամետ են բանանում, ովքեր պատրաստ չեն ընդունել, որ Ուկրաինայում հիմա գնում է Հայաստանի անկախության համար պատերազմ։ Ու դա անում են ուկրաինացի։ Թե ով է Պուտինը, այսինքն պետք է արտաբերել, որ Պուտինը ռազմական հանցագործ է, եւ Հաագայի տրիբունալը իրեն սպասում է։ Այսինքն լակմուսը, ցուցիչը դա դուք համարում։ Եվ ամենակարևորը պետք է արտաբերի, թե ուր պետք է գնա ռուսական ռազմական նավը։ Ոչ թե խորքային իմաստով, որ բոլորս գիտենք, որ շատ հեշտ է արտաբերել։ Հիմա չենք արտաբերում։ Չէ, չենք արտաբերում, բառը հեշտ է, բայց իմաստը որն է։ Իմաստը այն է, որ Ռուսաստանը այս մեր սահմաններից եւ մեր սահմանների անմիջական բանից պետք է հեռացվի։ Սրա մասին է խոսքը։ Ընդ որում նաեւ Ադրբեջանից մենք դրան է պետք է անենք, որ ընդեղից է վերան, որովհետեւ միակ գործոնը, որը այս պահին ու մինչև այս պահը հիմա ասենք Իրանն էլ կա, որը տրակում է, չի տրակում, չգիտեմ ինչ ալնելու այս պատերազմը, բայց մենք ժամանակը բաց ենք թողել, որովհետեւ գործոնը Ռուսաստանի ու ստեղ է Նիկոլի մեղավորությունը, որ ինքը պահել է Ռուսաստանը այս տարածաշրջանում, ինքն է պահել։ Ռուսաստանը արդեն գիտեր, որ դուրս է թռնում, Նիկոլն է իրանց պահել, որովհետև ժամանակը կորցնում ես, ինչ որ գործողություն պետք է անես, տեմպ ես կորցրի արդեն։ Շախմատի մեջ կա, չէ՞, տեմպ ես։ Դե Իսրայելն էլ ասում է, ես պահեր պետք է գործնում էի այդ պահը, ես այդ պահը Իսրայելը գործնում էր այդ պահը, որովհետև Նետանյահուին, ոչ, Նետանյահուին արդեն տանում էին դատարան։ Ու ինքը ստիպվեր կոտ նիստ եղել է ինքը որպես մեղադրյալ։ Այո։ Իհարկե տանում։ Բայց ինքը գործնում էր այդ պահը։ Հիմա Փաշինյանը պահը կորցրել է, ասում եք դուք։ Ռուսաստանին ստեղից հանելու, հա, Փաշինյանը էլ չի կարա, որովհետև ինքը տեսեք, այդ շատ նուրբ է, դու երկու ումշամարտիկ, որոնք բանի վրա են, և մարդն է գնում իրանց, իրանք ամենաինտեգրվածներն են, աշխարհում իրանցից ինտեգրված բան չկա, չնայած մեկ ուզում է մյուսին սատկացնի ֆեղտի։ Նիկոլը ամենասկզբից 18 թվականին, ինքը պետք է օգտվելով բանից, ֆրանկոֆոնիայից, կանգներ ասել Սերժ Ղալաթարը, ասելա, որ սխալը ճիշտ է ես եմ, եկեք, այս թուղթն է, այս իմ ստորագրությունն է, վրճոն ես եմ, մենք գնում ենք Եվրոասոցիացիան, այս թուղթն է, այս գրիչն է, վարչապետը ես եմ, ռուսական բազան ստեղից գնում է, վերադառնում է Ռոստով, հագեցինք այս թեման, չկա էլ։ Ռուսական բանակի հետ չենք համագործակցում, փագեցինք թեման, գնացին։ Ռուսական բանկերը Հայաստանից ռադ են ելնում, փագեցինք թեման, գնացինք։ Ընդհանրապես ինքը քանի որ երբ որ գալիս էր իշխանության,
ինքը հաստատ, չնայած միջև վերջերս ասում են ամեն օր նոր բաներ է բացահայտում, բայց չէր պատկերացնում ինչ աշխարհում կատարվում, դրա համար եմ ասում ֆրանկոֆոնիան 3 ամիս կար։ Ինքը մի հատ գնաց Ֆրանսիա, հետո գնաց Շարլի ղեկավարության արարողությանը հանդիպեց Մակրոնի հետ, հետո մի հատ էլ ստեղ ֆրանկոֆոնիա արեց, պետք է աչքերը բացվեր։ Պետք է հասկանար ինչ է կատարվում։ Դժվար չէր։ Գաղափարապես դժվար չէր։ Ասենք կարար զեկույցներ ուզեր։ Կարար ԱԱԾ-ի զեկույց ուզեր, ոչ թե զբաղվել բանով։ Ընդ որում դրա առաջի քայլերը արել էր ինչ-որ մի պահ իր շրջապատում մարդիկ եւ խոսքը ոչ միայն օլիգարխների մասն է, այլ պետական չինովնիկների, որոնք այդ պահից մտել են ու չեն դուրս եկել, համոզել են, որ ոչինչ, օրինակ, չգիտեմ, ինչ են կոնկրետ, բայց շատ նման են, ոչինչ արի մի քիչ փող աշխատենք հետո, տեստե լավ է, ասենց որ դուրս գանք ստե տնտեսական աճը կպրծնի, ներդրումներ չի նիսկ հիմա այդ նրանից է, որ Սերժը Պուտինին նեղացնում էր, Պուտինը Սերժին ատում էր, դրա համար էր Հայաստանի վրա խեղճ լինի Նիկոլ Փաշինյանը, իրեն խաբել են փաստորեն։ Չեն խաբել, ինքը խեղճ չի։ Вообще-то այդ մարդկանց ասում են հիմար։ Որ գալիս է շուկա, քեզ սա տալիս են, ասում են ինքեր սա բոգեմյան խրուստալ է, ու դու առնում տանում ես տուն։ Դու հիմար ես, ոչ թե խեղճ։ Այսինքն դա նշանակում է դու չգիտես ինչ է, ասում է մարդը ինձ խաբել են։ Լավ է։ Ասում է ամեն օր նոր բան են բացահայտում։ Չէ, բայց ինքը ասում է, չէ, ամեն օր նոր բան են բացահայտել։ Դա ինչ է նշանակում։ Եթե ինքը ամեն օր նոր բան է բացահայտել, բայց պետական կառավարման մեջ երևի Հուլիոս Կեսարի տեսքով ոչ մի նոր բան չկա։ Ինչ ես դու բացահայտել, ինչ Նելսոն Մանդելայի գրքում չկար դա գրած։ Սուախիլիով Նելսոն Մանդելայի գրքում բան չկար գրած։ Պլանավորած Արմենիա Թովանեսյան դերերս սկսել էինք այդ հանդիպումներ կազմակերպել, դիմել էինք, որ ցանկություն ովքեր որ ցանկություն կարտահայտեն կան, մեր սպասվածից երևի մի 2-3 անգամ ավելի շատ մարդեր գրանցվել, դրա համար տենց մի քիչ ավելի երկար է տևում։ Լավ։ Հիմա տենց ինչ-որ ընդունել ենք խմբերով, որոնց հնարավոր է քննարկում անել։ Շաբաթական մենք 2 հանդիպում ենք անում, որպեսզի նախ մեր անելիքները ներկայացնենք, կազմակերպության նպատակները եւ այլն, համել տեսնենք թե մարդիկ որտեղ են իրանց տեսնում կամ ինչ առաջարկներ ունեն կամ որտեղ են ուզում որ կազմակերպությունը։ Սա ուղեղների, այսպես ինչպես ասում են, հա, իրար միավորում։ Հասարակական կազմակերպությունն է, մենք դասական կերպ էինք մոտենում։ Նախ ես նորեկ չեմ այդ ոլորտում։ Ես ուղղակի հասարակական կազմակերպությունների դաշտից դուրս եմ եկել 2003 թվականին, ասում եմ, շատ ավելի շուտ քան դա դարձել էր տրենդ։ Բայց խնդիրը նրանում է, որ հասարակական կազմակերպությունը մանավանդ որտեղ ներգրավում են մասնագետներ, որտեղ մեր մոտ հիմնականում այդպես է ստացվել, հա, մասնագետներ են գալիս, հա, մարդը դիմել է, գրել է, գալիս է, այդ նշանակում է ինքը 3-4 փուլ անցել է, պատրաստ է համագործակցության, պատրաստ է մտքերով կիսվել, ու սաղ մասնագետներ են, լավ մասնագետներ, ես բանով տենց նայում եմ, իրանք իրանց ոլորտը սիրում են, իրանք իրանց աշխատանքն են սիրում, իրանց գործը սիրում են, իրանց սիրտը ցավում է նրա համար, որ չի ստացվում, իրանք տեսնում են ինչ-որ հնարավորություններ, որոնք որ պետք է արվի։ Հիմա այդ մարդկանց առաջին հանդիպումներն է, որը կվերածվի արդեն ոլորտային խմբերի վերլուծական եւ սա ամբողջական կդառնա արդեն նորմալ գործող հասարակական կազմակերպություն, որը պետք է եղանակ փոխի Հայաստանում, որի հիմնական նպատակն է այդ ՍԵՊԱ-ի, ՍԵՊԱ պլյուսի վերահսկողությունը եւ հնարավորինս այդ եվրատլանտյան գործընթացների արագացումը, անկախ դրանից, որ ուղղությամբ է գնում Փաշինյանը, հա? Գնում, քշում, Նելսոն Մանդելան է, թե ասենք բաննա, Լիվան Յուննա, որն է այդ փիլիսոփայական դպրոցներից իր մոտ հաղթում, մենք միավորներ գնալու ենք Եվրոպա։ Բայց իրականում դա լավ է, որ չինական թեման է, գիտեք, չինական փիլիսոփայության մեջ կարելի է կորել։ Այսինքն չինական փիլիսոփայությունը նախ ինքը պետք է իհարկե 18 տարեկանից սկսես սովորել, որպես փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը ավարտել, ոչ, ուշ է, սովորելը ուշ է,
կարդալ ծանոթանալը ուշ չի, սովորելը ուշ է, որովհետև կամա թե ակամա, ուզած թե չուզած, բոլորս մենք դասական ֆորմալ լոգիկայի աշխարհում ենք ապրում, Արիստոտելյան լոգիկայի բաներով, 4 տիպի սիլոգիզմ, իրականում 24, բայց 4-ն ենք օգտագործում, ֆորմալ տրամաբանություն է կոչվում, Արիստոտելյան տրամաբանություն։ Չինական փիլիսոփայության եւ չինական բանի մեջ, տրամաբանության մեջ, սիլոգիզմները տենց չեն կառուցվում ոնց որ մեզ մոտ։ Անդեղ շատ ավել ու այդ դու պետք է մշակույթը շնչես, որ կարողանաս դա հասկանաս։ Իսկ եթե դու չես հասկանում լեզվի, հասարակության եւ գիտելիքի կառուցման տրամաբանությունը, դու չես կարող սովորես փիլիսոփայություն։ Դու կարաս անգիր անես Մաո Ձեդունի գրքույկը, տարբերես, ասենք, Դեն Սյաոպինի եւ Սի Ցզինպինի քաղաքականությունը իրարից, երևի։ Բայց դու չես կարող հավակնել նրան, որ դու Կոնֆուցիուս կարաս պատմես, որտեվ այդ ուրիշ բան է։ Չէ, լավ է իհարկե, բայց այդ 2 տարի չի ու մագիստրատուրա չի։